Միացյալ Նահանգների դեսպանությունը վերջին 2 ամսվա ընթացքում Հայաստանում անցկացրել է պատանեկան սոցիալական ներառման ծրագիր, որին մասնակցել են Հայաստանի 1000 աշակերտներ։ Աշակերտներին է ներկայացվել New York Times-ի բեսթսելեր հրաշք վեպը հայերեն թարգմանված, որի միջոցով դպրոցականները պարզել են, թե ինչ դժվարություններ են ունենում հաշմանդամ երեխաները սովորական դպրոցների աշակերտների շարքերն ընդգրկվելիս։ Երբ խոսում ենք սոցիալական ներառման մասին, տեսնում ենք, թե դեռ ինչքան անելիքներ կան, բայց կան նաև արդեն հաջողված քայլեր։ Այսօրվա միջոցառումը առիթ է ձեռքբերումների մասին խոսելու։ Շատ կարևոր է, որպեսզի դեսեք միասին միախմբելով հասարակական հատվածի, միջազգային կառույցների ջանքերը, մշակվի եւ իրականացվի այնպիսի պետական քաղաքականություն, որի արդյունքում մենք Հայաստանում մի գեղեցիկ գործ, որքան հնարավոր է շուտ ունենան ամեն երեխայի համար նպատակային հերթական ծրագիր։ Ներառական կրթության մասին խոսելիս կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ իր կարծիքով այս հարցում Հայաստանն արդեն շատ քայլեր արել է։ Արդեն այսօր Հայաստանում ունենք շուրջ 120 ներառական դպրոց։ Բացի դրանից մանկավարժական համալսարանում հատուկ դասընթաց է մշակվել եւ ներդրվել է, որպեսզի հատուկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար աշխատային պրոֆեսիոնալ մանկավարժները։ Խտրական վերաբերմունքը ցավոք սրտի միայն մեխանիկական բարիերները, խոչընդոտները չեն, թե քարտակների բացակայությունը չի, բարձր աստիճանավանդակը չի, խտրական վերաբերմունքը նաև ցավոք սրտի երբեմն հոգեբանության մտածելակերպի մեջ է հասարակության մի հատվածի։ Is that Armenians with disabilities inspire us in many ways. And one way is through art. Եվ ես ինչպես ասացի, այսօր մենք նշում ենք, տոնում ենք եւ մեզ հաշմանդամություն ունեցող հայերը շատ հարցերում ոգեշնչում են եւ ոգեշնչանքի աղբյուրներից մեկը, որ նրանք օգտագործում են արվեստի միջոցով ոգեշնչելն է։ So for that reason it is my pleasure to now introduce the award-winning Paros Chamber Choir. Հաշմանդամություն ունեցող հայերը մեզ ոգեշնչում են շատ հարցերում, ոգեշնչման աղբյուրներից մեկը նրանց արվեստն է։ Սիրով ներկայացնում եմ ձեզ Փարոս մրցանակակիր երգչախմբին։